Երեխեք կարագին շնորհավորեք։ Արփի ջան, էլի խառնել ես, ծնունդը տեսօր չի։ Չէ, դրա համար չէ։ Ես որոշել եմ սկսեմ իմ բիզնեսը։ Հա, այսինքն քեզ պիտի շնորհավորենք, մնացած բոլորին ցավակցենք։ Բալես ինչ բիզնեսը։ Ես որոշել եմ թողարկեմ իմ մերչը։ Բոլոր հայտնի բլոգերները ունեն։ Մոռացար նախադասություն ավարտես։ Բոլոր հայտնի բլոգերներն անում են իրենց մերչը, ազդելով հետևորդների ներվերի վրա։ Հա, խնդացեք դուք։ Հետո կդառնա միլիոնատեր, ինձ հուդի կուզեք չեմ տա։ Լավ, վերջ տվեք։ Արագ օգտվեք, քանի գարեջը ստուչկան չի սառե դարձել։ Խալոդնա է ստուչկը։ Նարե, բալես ինչ ես, տխուր կարող է ռեալը կրվել է։ Ես այդ Անչելոտիի վրա եմ զարմանում։ Ախր ոնց կարելի է հենակետային կիսապաշտպան չուամենին բերի խաղացնի կենտրոնական պաշտպան։ Բայն ասենսիոն, պարապ նստած այն ջահել տղեն, բեր խաղացրու ասա։ Տիկին ալա, դուք ֆուտբոլ եք սիրում։ Չէ, Ալեքս ջան, ես ռեալ եմ սիրում։ Հատկապես երբ խաղից առաջ դաշտում գոռում են «Ալլա Մադրիդ»։ Չէ, ման ֆուտբոլի հետ կապ չունի։ Ուղղակի դպրոցում աստղագիտություն առարկայից պրոյեկտ են հանձնարարել անենք։ Հա ինչ անենք, բալես, դու աստղագիտություն սիրում ես։ Ես էլ եմ աստղագիտությունից լավ, քեզ ինչով պետքա կօգնեմ, ինչ թեմայով է։ Լանա Դել Ռեյ, Բիյոնսե, Կեդրիկ Լամար։ Հա, մամ, աստղագիտություն սիրում եմ, բայց չեմ սիրում այն մարդուն, ում հետ պետքա անեմ այդ պրոյեկտը։ Ում մասին է խոսքը Նարե։ Նարեկի։ Լավ, վերջ, Նարե, դասա պետքա անես։ Լիլիթ, լացում ա Լեոն։ Ալեքս ջան, Լեոն ձեր տանն է լացում, ստեղ լացումը վաչոն։ Մամ, իսկ չես կարծում, որ ժամանակն արդեն ձեր տանն էլ Լեոն լացի։ Լիլիթ ջան, բայց դա այնքան նուրբ հարց է։ Դու գիտես, papan միշտ երազել է տղա երեխա ունենա, անունը դնի Վաչո։ Ինքն է սրտից թույլ է։ Պիտի շատ նուրբ ասենք, հասկանում ես, իմանա թորնիկի անունը չենք դրել Վաչո։ Սիրտը կվատանա։ Պիտի մտնենք Ամերիկայի դեսպանատուն, հետո նոր ասենք։ Ինչի համար։ Որ հերվից կանք ասենք։ Մամա, բայց պետքա չէ՞ մի օր papan իմանա դրա մասին։ Էդ ինչը պիտի papan իմանա։ Բանը, որ քո նախաճաշը վաղուց արդեն պատրաստ է։ Ապա շուտ ասեք։ Վաչո ջան, բարեախորժակ։ Նստեք։ Ես կնայեմ։ Ջան։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոք կանչնակո աղջիկ, հաստատ կլենի բոլոլա, բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ կեզ բոլոլա։ Բոլոլա, լինելու աբաբոլ կինո։ Սիրի, այդ կանգոպեն կարաս մանիկյուրով կպցնես, նորը չառնենք, էլի։ Չհասկացա։ Ես ինչ հակօրինական տրամադրություն, ինչ եղել տղես։ Բայց ինչից ենթադրեցիր, որ բան է եղել։ Կիրակի օրը PlayStation չես խաղում։ Մտածում եմ, աստղագիտությունից պրոյեկտ են հանձնարարել։ Հա, բայց դու աստղագիտությունից լավ էիր։ Հա, բայց լավ չեմ այն մարդու հետ, ում հետ պետքա հանձնեմ այդ պրոյեկտը։ Վայ, բալես, ես քեզ կօգնեմ, ես գիտես ինչ լավ եմ աստղագիտությունից։ Բայց թող գիշերը կա նոր օգնեմ, հա։ Իդեպ կարաս գրես, որ աստղերը հայտնվում են գիշերը։ Սիրի, դու ավելի լավ գնա մի հատ երեխուն պաղպաղակ բեր թող ուտի տրամադրությունը բարձրանա, լավ։ Աչքիս վրա, հեսա մաման քեզ մի հատ համով մարոշնի կբերի։ Պապ մի հատ հարցնեմ, էլի։ Դու Սիրիի մեջ ինչն ես սիրում։ Դե ոնց ասեմ, տղես։ Մի քիչ կմեծանաս ինքդ կհասկանաս։ Չհասկացա, Սիրի, ես քեզ ասում եմ երեխուն մի հատ պաղպաղակ բեր, դու գնացել ես Սատ Մարտինեի ամբողջ տեսականին ես բերել։ Վայ, մայիս, բոլոր հոգեբանները պնդում են, որ երեխային պետք է ընտրության հնարավորություն տաս։ Պապ ճիշտ է ասում։ Ու ես ընտրում եմ գնամ դասանեմ։ Ու մեկ էլ ես կոնը։ Այ, նարեկ։ Լավ, Սիրի, ուզում ես բաժակով ուտեմ քո կենացը։ Փիսիկս, շունիկս, պիզուլիկս, ցուլիկս։ Զգաստ։ Արտիցիկս։ Ինչքան ապես։
200,000։ Պետք է գնամ գեղեցկության սրահ։ Ճիշտ են ասում էլի, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Այստեղի զոհն էլ ես եմ։ Վայ կյանքս ախր ես քո համար եմ, չես սիրուն անում։ Ես մեկ-մեկ մտածում եմ սեփական գեղեցկության սրահ ունենանք ավելի էժան կպրծեմ, քան հիմա։ Շատ լավ միտք է կյանքս։ Լուրջ ես ասում։ Հա, կարանք ես մեր ներքևի խանութն ու սրճարան առնենք ու տեղը գեղեցկության սրահ բացենք։ Բայց տենց չի լինի։ Լավ էլի ցուլիկս, արյուծիկս, շունիկս։ Զգաստ, ասեցի չի լինի։ Վաչո ջան, լսի։ Մի աստղը մայորա, 2 աստղը փող գնդապետ, 3 աստղը գնդապետ։ Այ պապիկդ գնդապետ է, այդ ամենաուժեղ կոչումն է։ Բա գեներալը պապիկ ջան։ Վաչո ջան, տատին մի լսի, պապին լսի։ Արամ ձայձա։ Պապ։ Իսկ դուք լսել եք, որ մարդիկ պետք է համապատասխանեն իրենց անուններին։ Այսինքն, Դե, օրինակ իմ պապայի անունը իրականում Մարտին է, բայց բոլորը իրան Կամո են ասում։ ինչի։ Դե որովհետև նայում ես այդ մարդու դեմքին ու հասկանում ես, որ ինքը Կամոն է։ Կամ օրինակ պատկերացրու քեզ հարց են տալիս, դու Ալբերտ Սիմոնյանի երգերը լսել ես, ինչ պիտի պատասխանես։ Դե կասեմ Ալբերտ Սիմոնյանն ով է։ Թաթան։ Տեսնում ես այդ մարդու դեմքին նայում ես, միանգամից պարզա, որ ինքը Թաթան է։ Բայց Թաթային շատ եմ սիրում։ Բա գիտեիր, որ Գոր Վարդանյանի անունը Արմեն է։ Յա։ Բայց որ դեմքին հանկարծ ասես Արմեն Վարդանյան, կստիպի, որ ասես Իզվինի։ Այ ես չեմ հասկանում, ինչի եք այս ամեն ինչը ինձ ասում։ Դե ուզում ենք ասենք, որ մարդիկ կան այս աշխարհում, ում իրանց իսկ կանանն ընդհանրապես չի սազում։ Օրինակ Ալեքսը, իր անունը տանել չի կարողանում։ Հա։ Դե հա։ Ճիշտ էլ անում է, Ալեքսն ինչ անուն է որ։ Սկի Ալեքսանդր չի։ Ալեքսանդրի կեսն է։ Մի պահ նույնիսկ ուզում էր անունը փոխեր։ Լիլիթ, դու ինչ պրոբլեմ ունես։ Ինպես պապա ունես։ Հեսա կզանգեմ պասպորտ սեղան ընկերոջս, կտանեք շատ արագ անունը կփոխենք։ Պապես ես բան ուզի ես չանեմ։ Ալո։ Լիլիթ ինչ արեցիր։ Դե ուզում է իբրև հերվից գայի։ Բա հիմա ինչ ենք անելու։ Դե երևի նոր անուն մտածես։ Ողջույն իմ սիրելի սրտիկներ, հրաշալի լուր ունեմ բոլորիդ համար։ Այսուհետ ես սկսում եմ իմ մերճի արտադրությունը եւ ձեզ եմ ուզում ներկայացնել իմ նոր t-shirt-ը, որը կոչվում է RP shirt։ Ապացուցված է, որ RP shirt-ը բարձրացնում է ձեր ինքնագնահատականը եւ նախանձ է առաջացնում բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր չունեն RP shirt, բայց զգուշացում, RP shirt-ը նաեւ ունի կողմնակի ազդեցություն։ Կրելով RP shirt, ձեր հետևորդների քանակը կավելանա։ Վճարեք ընդամենը 9999 դրամ, կամ եթե մանր չունեք, կարող եք վճարել 10,000 դրամ։ Մտեք ներքևի հղումով եւ ձեռք բերեք ձեր RP shirt-ը։ Բայ բայ։ Այս մեկը շատ լավ եղավ։ Պետք է մտածել էլ ինչ արտադրել։ Չի կարաս են շարունակվի, պետք է մի բան մտածենք։ Ես գիտեմ, արի թղթից մոլորակներ սարքենք, արեգակնային համակարգ ստանանք։ Մանկապարտեզ, լավա չասեցիր, արի պլաստիլինից աստղեր սարքենք։ Ինչ ասում եմ, դուրս չի գալիս։ Դե մի բան էլ դու առաջարկի։ Ես առաջարկում եմ տիեզերանով սարքենք։ Թե չէ քո ասածը մանկապարտեզ չի, հա? Արի լեգոից տիեզերանով սարքենք։ Հեսա կտամ լեգոյի պես կքանդվես չի կարա ոչ մեկ հավաքի։ Ես ասում եմ նորմալ տիեզերանով։ Այ այս յոգուրտի շշի ֆորմայով որ թռնի երկինք։ Բայց չգիտեմ ոնց անենք որ թռնի։ Ես գիտեմ, մեզ քիմիական նյութեր են պետք, որ խառնենք իրար ու տիեզերանավը օդ անի։ Բա ում ես սպասում, արի գնանք բերենք։ Գնացինք։ Խնդրեմ տղա ջան, էս էլ ձեր չիբուպելիները։ Ես էլ ցավտան եմ, ձետը, կարտոշկեն ու հացը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Կարող եկար։ Սակո, առես փողը մեր ձևերով կասադիր։ Այսինքն 4000-ը կասա, 1000-ը մեզ։ Չէ տղա, հակառակը 1000-ը կասա, 4000-ը մեզ։ Հասկացա, հասկաց։ Ռոզ, չեմ կարող դնեմ։ Զամոկ ադրեք ասայի վրա։ Ես արը, տես ինչ մեծ զամոկ ադրեք։ Վայ Ալեքս։ Վայ։ Հետաքրքիր է, այդ ինչ ենք արել, որ մեզ չի վստահում։ Ոչ մի բան, Ռոզ ջան, մենք աշխարհի ամենաազնիվ ու արդար մարդն ենք։
Ասակ ունենց խաղացիր հավատացի։ Դե լավ, չի ուզում։ Դե որ տենց ուրեմն 5000-ն էլ մեզ։ Բարի օր ձեզ։ Բարև Կարեն ջան, ո՞նց ես, քրեական գործեդ ո՞նց է, վարչական գործեդ ո՞նց է։ Սա քո ինչ ապուշ հարցեր ես տալիս։ Դե Կարեն ջան, բարեկամներիցդ մարդ չեմ ճանաչում, որ իրանցից հարցնեմ։ Կարեն ջան, բայց ինչի՞ ես եկել, արամնական չէ թե մայիսը։ Ոչ մեկ է, այսօր Կիրակի է։ Գիո, բան չես եկել։ Դե ասեցի մոտի կլնեն, ոնց ուզում ալնի մեկն ու մեկը կկանչի, էլի։ Ես սրճարն եմ։ Ողջույն, պարոն գնդապետ։ Ինչ լավ աստեղ ես, Կարեն։ Գագրես հետդ մի երկու բան ունեմ խոսալու։ Լսում եմ։ Բայց դեռ բան չեմ ասել։ Սպասի։ Սպասում եմ։ Լսի լավ։ Այս տարածքը Արամինն է։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Իսկ կարող եմ անաս վաճառումա թե չէ։ Ինչքան գիտեմ չի վաճառում։ Դու Արամի հետ մոտիկ ես։ Արի քեզ մի երկու բան հարցնեմ։ Նստի։ Նստում եմ։ Լսի հենց։ Բոլոլա, լինելու ավավոր կինո։ Ալո։ Այո։ Տիկին ալա, խնդրում եմ էլի մի բան արեք, Արամձեզեն անունս չփոխի։ Լավ, Ալեքս ջան, այդքան մի անհանգստացի, մենք քեզ մեկը Ալեքս կասենք։ Լավ էլի, մամ ինչ որ մի բան արա, որ papan այդ մտքից հետ կանգնի։ Չէ, Լիլիթ, ինձ էլ է հետաքրքիր էս պատմությունը ոնց է վերջանում։ Լավ, ես բարձրանամ վերև Արփին խնդրելա, որ իրան օգնեմ, համալսանում մեծ կուրսային աշխատանք են տվել։ Գնացի։ Վերջ Ալեքս։ Պայմանավորվեցի կես ժամից պետք է այնտեղ լինենք։ Արամձեզը, բայց ամեն դեպքում կարող է անունս չփոխենք։ Ես մեկը հարմարվել եմ, որ ինձ Ալեքս են ասում։ Տղա կարող է գիտես քո մասին եմ մտածում։ Վաչոյի մասին եմ մտածում։ Վաչո Ալեքսի, դա ինչ է։ Բայրեխը մի հատ նորմալ հայրանու չունենա։ Լավ, դու ես գրքից մի հատ նորմալ հայկական անուն ընտրի, ես տեսնեմ ով է։ Բարև Արամ։ Բարև Մայիս։ Մենք գնդապետ մարդիկ ենք։ Այս կոմենկոմ չընկնենք հետդ խոսալու բան կա։ Ես գիտեի, որ մի օր նեղն ես ընկնելու գալու ես դուրս։ Ինպես 5 գելերի կարիք ունենաս։ Ասա տեսնեմ ինչա, բանկ են թալանը, տուն են թալանը, թե են կաբինետի աթոռը չես կարող միջացնես։ Այդ մի հատ փոճուր բան ունիս, ես քաշում ես նորմալ իջնում։ Չէ, Արամ։ Եկել եմ իմանամ սրճարանի ու խանութի տարածքը ինչքանով ես վաճառում։ Բայց ես ոնց որ չեմ հիշում, որ հայտարարություն եմ տվել։ Մայիս, խանութն ու սրճարանը չի վաճառվում։ Դե լավ, քեզ մի թանկացրու։ Ամեն ինչ վաճառվում է։ Համել դու արդեն թոշակի ես անցել։ Եթե ես թոշակի եմ անցել, դու ոնց որ չափերը տես ասում Մայիս։ Ուրեմն գնում ես հենց իմ աստեղից, ու այս տան դռանգույնը մոռանում ես։ Ման պատրաստ ես։ Հա, բալես։ Տեքստերը հիշում ես։ Հա, բալես։ Կուզես մի հատ էլ կրկնենք։ Զզվացրիր, բալես։ Դու ոնց սկսում ենք։ Պատրաստ։ Ռեկ։ Առաջ երբ ես օգտագործում էի սովորական բաժակ, շատ դժվարությունների էի հանդիպում ջուր խմելիս։ Ջուր խմել ինձ համար դարձել էր մղձավանջ։ Իսկ այժմ, երբ ես օգտագործում եմ առ բաժակ, դուք չեք պատկերացնի ջուր խմելը, թեյ խմելը եւ նույնիսկ սուրճ խմելը ինչ հաճելի է եւ հարմարավետ։ Իմիջայլոց, եթե դուք ձեռք բերեք առ բաժակ, կստանաք նվեր Արփի շիրտ։ Լավ էր, բալես։ Մամ, շատ լավ էր, իսկ դու փոքր ժամանակ գովազդի ես գնացել։ Դմբլո, ես էլ այնքան տաղանդներ ունեմ չբացահայտված, էլի բանն են գովազդելու։ Լիքը։ Ոյ, թրջուեցի սախ։ Իսկ կարող է հետը լավ չեք խոսացել, դրա համար հրաժարվել է տարածքը վաճառի, պարոն գնդապետ։ Կարեն, դու ինձ լավ ես ճանաչում։ Ես մարդամոտ, բարի, հումորով անձնավորություն եմ։ Ես այդ ինչ պետք է ասած լինեի, որ ինքն ինձանից նեղանար։ Հա, իրոք։ Բայց խի եք ուզում ես տարածքը առնեք, որ Նախ Սիրինա ուզում, բայց դա արդեն կարևոր չի։ Սիրինի մետ ամուսնացել է, որ միշտ ինչ-որ մի բան ուզի։ Բա ո՞րն է կարևոր։ Կարեն, կարևորը այն է, որ ես արդեն պրինցիպի հարց է։ Ես պետք է այս տարածքը առնեմ եւ վերջ։ Բայց ո՞նց եթե պարոն գնդապետը չի վաճառում։ Այդ հարցում դու պետք է ինձ օգնես։ Դու իր հետ ավելի մտերիմ ես, էլի, ինչ կարելի անել։ Դե օրինակ գործի ժամանակ, որ ասենք ջղայնացնում էի, պերիվը ես էի առնում, ներում էր։
Ճիշտ ես։ Ուրեմն այն ինչ ենք անում։ Ես հիմա գնում եմ տուն, դու գնում ես Արամին ասում ես, որ Պարթևյանը քեզ կանչում է, որ ներողություն խնդրի։ Եղավ։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Կարեն ջան, այդ ինչ ես անում։ Ոնց որ նորից սիրահարվում։ Հա, բայց դա ընդհանրապես Սիայի հյութն է։ Ուրեմն սիրահարվում եմ։ Կարեն ջան, մեկտես բաների ժամանակ չունենք, հաշիվը փակի գնա, սիահայ։ Գժվել եք սակո։ Ինչ 15000 դրամ։ Ամբողջ խանութի մենյուն պատվիրեմ 15000 չի գա։ Համել Ալեքս ինձ զգուշացրել է ձեր խարդախությունների մասին։ Նայեք չգամ աշխատանքային օրով ձերբակալ եմ։ Հայ, Կարեն ջան, հեսա, դա պատգրական սխալ է, սա ուղենք բերենք։ Ուրեմն այս խողովակները կապցնում ենք կարոպկեքին, հետո ֆոլգայով փաթաթում ենք ու պատրաստ է, ուր ակլեյը։ Տենց չի կարելի։ Մեզ պլանա պետք ու գծագրեր։ Հանգստացի, այս տիեզերնավը տանելու ենք ընկեր Մուրադյանին, ոչ թե Իլոն Մասկին։ Այդ կապ չունի։ Հաշվար կա պետք սիմետրիա։ Մեզ կլեյ ու իզոլենտ է պետք։ Ինչ որ բանից հուշում է, որ աստղագիտությունից երկուս ենք ստանալու։ Բոլոլա, լինելու ավավոր կինո։ Մայիս, բա ինչի համար ես ինձ կանչել, ասել եմ ուզում ես ներողություն խնդրես։ Արամ ջան, իրականում մեր խոսակցությունը այդքան էլ լավ չգնաց։ Չեմ ուզում Բաքում իրար տեսնենք, բարև չտանք։ Շունգել հարևաններ ենք, էլի։ Դե ես շուն դու գել։ Ուզում եմ ներողություն խնդրեմ, ճիշտ ես։ Ուզում եմ մի կտոր հաց կիսենք իրար հետ։ Ոնց որ տեսնում եմ Մայիս, ներողություն խնդրելու ձևերը գիտես։ Սենց որ ալնի, հետդ ամեն օր կկռվեմ։ Գիտես չէ, գործի տեղը քո մասին լեգենդներ են պտտվում։ Անունը Թնդում է։ Ես եմ իշտ քո մասին ասել եմ, որ դու մեծ պոտենցիալ ունես։ Դե միշտ որն է նոր եմ ասում, բայց դու իմացի դրա մասին։ Դե ուրեմն արի խմենք այն հասուն տղամարդկանց կենացը, ովքեր կարողանում են իրենց խնդիրները խոսքով լուծել։ Լավ ասեցիր։ Իմիջանլուս տոլման շատ համով էր, սիրին լավ ձեռ ունի։ Էդ ես լավ ձեռ ունեմ, հեռախոսով եմ պատվիրել։ Արամ ջան, իրականում մի բանի մասին եմ ուզում քո հետ խոսել։ Ինչի մասին։ Սրճարանիդ։ Այ հիմա պարզ է դու ինձ ինչի համար էիր կանչեմ Մայիս։ Ցտեսություն։ Արամ ուր ես գնում։ Արամ մնան մի կտոր հաց ուտեինք։ Ես դիետա եմ պա։ Հա բայց Հեն կյանքը չստացվեց։ Դե լավ, ոչինչ պետք չի։ Չհասկացա, Սիրի։ Ես առաջի անգամ եմ լսում, որ դու ինչ-որ բանից հրաժարվում ես։ Չէ, մուկիկս չեմ հրաժարվում։ Ուղղակի ուրիշ լիքը տարածքներ կա, ուրիշտեղ սալոն կբացեմ։ Չէ, այս արդեն պրինցիպի հարց է։ Քո սալոնը լինելու է մեր բակում ու վերջ։ Դե ուրեմն հարցրեք արփի պաղպաղակները բոլոր խանութներում, արփոշնի քաղաքի բոլոր խանութներում։ Անտիրեր մամ ջան, ապրես շատ։ Ուրիշ ապրանքներ ունես։ Լիքը մամ ջան։ Տիկ-տիկ բարփի։ Պոնչիկ ար պոնչիկ։ Շոկոլադե ձվիկ արփինդեր։ Ու կարտոֆիլ տար փոշկը։ Բրավո։ Սկսենք։ Ոնց անցավ, պարոն գնդապետ։ Գիտես ինչի համար էր կանչել Պարթևյանդ։ Որ ներողություն խնդրի։ Վստահ ես։ Հա, որ սենց եք ասում, արդեն չէ։ Ուրեմն ճոխ սեղան էր գցե, որ համոզի սրճարանը առնի։ Հա, բայց ինչի եք ջղայնանում, պարոն գնդապետ։ Լավ հաց եք կերել, լավ խմել եք, տարածքներ չեք վաճառել։ Մի բան է պլիսով եք դուրս եկել։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Ամեն ինչի մեջ պետքա դրականը գտնել։ Բայց ի՞նչ է ձեռքումդ։ Պարոն գնդապետ, ճիշտն ասած սիրահարվել եմ այս աղջկան, բայց ոչ անունը գիտեմ, ոչ հասցեն։ Կարեն, դու ինչ ես։ Տուպոյ։ Կարեն, դու ոստիկան ես, ոստիկան։ Ռոզիսկ դու թող գտնեմ բերեն մոտդ։ Ճիշտ է, պարոն գնդապետ։ Թույլ կտաք ձեզ պաչել։ Պաչի։
Ay. Լիլիթ, այդ սուրճ ես դնում պապայիդ համար, որ խմի հանգստանա ու չտանի անունս փոխի, չէ՞։ Չէ, Ալեքս, այս սուրճը քո համար եմ դնում, որ դու խմես հանգստանաս ու պապայի հետ հանգիստ գնաս անունդ փոխելու։ Դու չգիտես պապան մտքին որ մի բան դնում, ուրեմն պիտի անի։ Ես զարմանում եմ ոնց ես դու հանգիստ խոսում։ Գոնե հասկանում ես, որ ընդամենը մի քանի ժամից դու կարաս քնես օրինակ եզնիկի հետ։ Եզնիկ։ Արա եզնիկ։ Այո։ Իսկական հայկական առնական անունա։ Ապրես, դե արի կոֆե խմենք ու գնանք։ Պապ ջան, հələ լսի, ես նենց եմ սովորել, որ իմ ամուսնու անունը Ալեքս է։ Կարողա չփոխենք։ Լիլի, դու ով ես, որ որոշես ես մարդու անունը ինչ լինի։ Ինքը իր անունը չի սիրում։ Չէ եզնիկ ջան։ Դե նստի կոֆե խմենք ու գնանք։ Ես սկզբից բդեշ խմեի, մտածեմ, բայց եզնիկը ավելի լավ է։ Եզնիկ։ Եզնիկ։ Ռոզ։ Աղջի ասեմ սես չի լինի, էլի։ Ալեքսը մեզ սաղ փողի արտուներից կտռել է։ Բարև ձեզ։ Մանե։ Ինչ աղի, բարես են չես լացում։ Լսել եք մի հատ բլոգեր կա Արփին, ամբողջ օրը դրա վիդեոներն ա նայում։ Հիմա էլ այդ աղջիկը սկսել է ինչ-որ բաներ արտադրել, լացում ա թե բա ուզում եմ, բայց ամբողջ խանութներում վերջացել ա։ Կարողա դուք Արփի սամակատներից ունենաք։ Չէ, կներեք, այդ արփակատները մեր մոտ վերջացել է։ Վայ մերդեմ ջանի, դե մի վարկյան սպասի, էլի։ Սավատանի, էս, Արփի շատ է սիրում, այս պաղպաղակը վերցրա, անուշարա։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Չսակո դու այդ Արփին ես տեսնում։ Այդ իրա կարճ խելքով ու երկար սելֆի ձողով փողը աշխատում, իսկ մենք չէ։ Ինչ է սանջատվել, բերեմ պերեմ իշկատ ամոր խոդի ընգնես։ Այս ամեն ինչը լուրջ հաշվար կա։ Պետք է ամեն ինչ հաշված լինի։ Շատ հեշտ հաշվար կա, ինչքան շատ լսես, այդքան լավ։ Այս քո համար ալկաշի սեղան չի, որ ինչքան շատ լսնես, այդքան լավ։ Պետք է տաքացնել։ Չէ, սպասի։ Սակո ջան, ուրեմն գնում ես այս կողքի շենքի խանութը ու այս ամեն ինչը էժանով հանձնում ես։ Ռոզ, բա որ բռնվենք։ Չենք բռնվի։ Եթե նենց քայլես, որ ամեն ինչ նորմալ է, չենք բռնվի, գնա։ Սակո։ Ես ուր ես գնում։ Հեչ արամ ջան, դուրս է եկել մաքուրոթի։ Սակո ջան, բա ինչ ես կուրտկով։ Ալեքս ջան, ես մրսկան եմ, մեր ամբողջ ցեղը մրսկան է։ Դե գնա խանութ չմրսես։ Արա, դες ճիշտ ասում չէի ֆայմե։ Ապրանքներն էլ տեղը դիր։ Ապրես Փեսա ջան։ Վերջապես սովորեցիր ձևը սրանց աշխատացնելու։ Արամ Տաթևյան։ Ասա մայիս։ Գնդապետ Պարթևյան, տեղեկություններ կան, որ ձեր սրճարանում խախտումներ կան, պետքա թղթերը ստուգենք։ Էս տեսար համոզելով չի ստացվում, որոշեցիր ստուգումներով վախացնես։ Դա ստանդարտ գործընթացը պետքա ստուգենք։ Թղթերը բերեք։ Ալեքս, բեր թղթերը։ Մայիս, ես գիտեի դու նորմալ մարդ ես, բայց պարզվում է, որ Իսկ թղթերը կստուգենք, հետո կանցնենք վիրավորանքներին, լավ։ դու պրոբլեմ չունես։ Ուրեմն, էս սեփականության վկայականը, էս վաճառքի լիցենզիաները, էս քաղաքապետարանի թույլատվությունը, էս թաղապետարանի թույլատվությունը, էս շենքի կլաուզնիկների թույլատվությունը, էս շինարարների դանդաղ աշխատանքի արձանագրությունը, էս պրարաբի գլխավոր ներողությունը, էս հարկերի վճարման կտրոնները, էս հարկերի վճարման կտրոնները թանկացումից հետո, էս էլ նավսյակի ավել վճարած կտրոնները, որտեվ հարկերը կարող է էլի թանկանա։ Հա մայիս, էլի թղթեր կա, ասեմ բերեն։ Սակո, ես ոնց որ թե գիտեմ ինչա պետք անել։ Սկզբից էլ ասում էի, չէ արի մոլորակներ սարքենք։ Լավ, էլ բան չեմ ասում։
Մամա, տեսար այնքան թաքցրեցիր պապայից ճշմարտությունը, որ ամուսնուս անունը հիմա արդեն Եզնիկ է։ Լավ Լիլիթ, հանգստացի, պապայդ առաջորդն ես ճանաչում, չի փոխի։ Կգնա մի քիչ Ալեքսին կպտտացնի, վախը կբռնի կբերի։ Կարծում ես։ Համոզված եմ։ Կյանքս ինչ կա, ոնց ես, անունդ ինչ է։ Ալեքս։ Ոնց։ Այսինքն անունդ չի փոխել։ Չէ, Տեսար։ Բա ինչ ես սենց տխուր։ որովհետև ազգանունս է փոխել։ Այսինքն։ Այսինքն հիմա ես Տաթևյան եմ։ Վաչո ջան, հիմա քեզ պաշտոնապես շնորհավորում եմ։ Այսօրվանից դու Տաթևյան ես։ Ալա մեր սեղանքցի պետք է քեֆ անենք։ Արագացրու։ Ալեքս ջան, մի նեղվի, ես էլ եմ Տաթևյան։ Գնա օգնի մամային։ Տաթևյան, դու էլ գնա։ Բոլոլա, լինելու ավավոլ կինո։ Մերջոս ինքան լավ է վաճառվում։ Ինչ է։ Ոյ, արամ հոդու սկուֆ չես։ Դա անվանական բրենդային արտադրանք է։ Բայց չեմ հասկանում, այս տունը ոչ մեկ հայերեն չի խոսում։ Պապ Արփին իր անվան տակ տարբեր իրեր է արտադրում ու վաճառում։ Ու հիմա էլ այնքան հայտնի եմ դարձել, որ մտածում եմ երգեր ձայնագրեմ ու համալիրում համերգ դնեմ, հաստատ կաշխատի։ Ես կբացեմ։ Բարև ձեզ։ Արփի Տաթևյանի բնակարանն է։ Իրականում Արամ Տաթևյանի բնակարանն է։ Կարա լինի Արփինը, բայց դե կտակս հələ չեմ գրել։ Բարև ձեզ, տեսնում եմ դուք իմ երկրպագուներն եք, ինչ եք ուզում, կարող է նոր արփի շերտ, կամ բաժակ, կարող է ուղղակի եկել եք նկարվենք։ Ուղղակի ուզում եմ դադարեցնեք ձեր արտադրանքները։ Երեխաներս առավոտից երեկո դասանելու փոխարեն ձեր արտադրանքների մասին են մտածում։ Ես էլ 4 տեղ անցել եմ աշխատանքի, որ հասցնեմ նրանց ուզածները առնեմ ամեն օր։ Լավ, հանգստացեք, ես ձեզ խոստանում եմ Արփին էլ ոչ մի բան չի արտադրի։ Անչափ շնորհակալ եմ։ Ստեսություն ձեզ։ Հաջողություն։ Պապ, այսինքն ես էլի մերճ չեմ արտադրի։ Չէ, Արփի։ Այսօր քո մերճի վերջն էր։ Մերճի վերջը։ Ինչ որ միտեղ լսել եմ այս անունը, գիտես։ Բաբա, բարի երեկո, Մայիշան։ Սակը Ռոզա ինչ է պատահել։ Մայիս ջան, մենք ներքևում քո ու Արամի խոսակցությունը լսեցինք։ Պատահական։ Ու մի միտք է առաջացել։ Պատահական։ Հələ։ Ասում ենք, ուզում ես նենց անենք, որ Արամի խանութն ու սրճարանը սկսեն վատ աշխատել։ Լրիվ պատահական, Մայիշան, ասենք գիտես ոնց, այն որ սենց անակնկալային լինի, էլի։ Հələ։ Բոլոլա, լինելու ավավոլ կինո։